Բարև ձեզ, օրվա լրոսի կարևոր նորություններն են ներկայացնում հորիզոն լրատվականը, հունիսի 5-ն է ուրբաթ։ Հանրապետության կուսակցությունը քիչ առաջ դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Օրենքն ասում է, թե որ դեպքերում որ քաղաքական կուսակցությունները պիտի թույլ չտրվի քվեարկելու։ Դրանք մասսայական ընտրակաշառքների դրսից ուղղորդման եւ այլ խնդիրներ են, որոնք հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մամուլում, ասել է Արամ Սարգսյանը։ Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է եւ հենց այդ պետական մարմին հղում անելով էլ դիմելու ենք։ Այդ մասին նշել էր Արամ Սարգսյանը։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը, ներառյալ Հայաստանի իր արտաքին քաղաքականությունը եւ հարաբերությունները որոշելու իրավունքը։ Ազատությանը տված մեկնաբանությունում նշել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը։ Նա շեշտել է, որ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն Հայաստանի քաղաքացիները։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է Երևանի եւ Վաշինգտոնի միջև խորացող հարաբերությունների TRIP նախագծի կարևորությունը, որի շրջանակային համաձայնագիրը ստորագրվեց 3։ Ինչպես ցույց է տալիս պետքարտուղարի վերջին այցը Երևան, TRIP-ը առանցքային եւ երկարաժամկետ նշանակություն ունի Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղություն, բարգավաճում բերելու գործում, նշել է պետդեպարտամենտի խոսնակը։ Վերջին մի քանի շաբաթներին Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև, իսկ Հայաստանն էլ պնդում է, որ երբ դրա ժամանակը գա, իրենք որոշում կկայացնեն։ Հերթական հայտարարություններ են հնչեցրել Ռուսաստանի նախագահը եւ արտաքին գործերի նախարարը։ Եվրամիություն ԵԱՏՄ երկընտրանքի հարցում Ռուսաստանի հռետորաբանությունը վերջին շաբաթներին նույնն է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ այդ մասին խոսել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, թե Ռուսաստանը խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել Եվրամիությունում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ։ Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ Եվրամիության անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում։ Գրեթե միաժամանակ այդ թեմային անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Իզվեստիային տված հարցազրույցում նա ասել է, թե Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե շարժվում դեպի Եվրամիություն։ Հայաստանից մի քանի անգամ հնչել է, որ այդ մասին որոշում կկայացվի, երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Լավրովը անդրադարձել է Հայաստանի փոխվարչապետի այն խոսքին, թե այդ հարցով կզբաղվեն, երբ այդ հարցը սուր դրվի։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի։ Եթե այդպիսի օրենք կա, ուրեմն դուք արդեն ինքներդ եք հարցը սուր դրել։ Ապա Լավրովը Վրաստանի օրինակն է մեջ բերել, նշելով Եվրամիությանը միանալու բացասական հետևանքների մասին։ Նրանք վերահաստատում են իրենց ուղին դեպի Եվրամիություն, բայց գիտակցում են, որ այդ դեպքում ստիպված կլինեն դադարել լինել երկիր, որը հայտնի է իր արտադրանքով։ Ցանկացած գյուղատնտեսական երկիր, որը ընդլայնման երկրորդ կամ երրորդ ալիքի ընթացքում միացել է Եվրամիությանը, կորցրել է իր գյուղատնտեսությունը, քանի որ Եվրամիությունը ունի տերեր, որոնք ունեն իրենց սեփական գյուղատնտեսությունը, իրենց սեփական ֆերմերները եւ իրենց սեփական շահերը։ Իրեւ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը սահմանափակումներ է դրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների, բանջարեղենի, մրգի, խմիչքի որոշ տեսակների եւ ծաղիկների ներմուծման վրա։ Ի պատասխան Հայաստանի կառավարությունը աջակցման ծրագիր է առաջարկել արտահանողներին։ Վարչապետը հայտնել է, որ Ռուսաստանի սահմանափակումներից հետո բանջարեղենի եւ ծաղիկների առաջին խմբականակը արդեն դուրս է եկել Եվրոպա եւ այլ երկրներ։ Ապա հետևեցին Հայաստանի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի Եվրոպական միության պաշտոնյաների հետ հեռախոսազրույցները, որոնցից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց Հայաստանին աջակցության մասին։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին, մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ։ Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների ֆոնին Հայաստանին Եվրամիության աջակցության փաթեթը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն, եւ սա դեռ ամենը չէ։ Հայաստանում արտահանողների հետ հանդիպեց Եվրամիության դեսպանը։ Դրանից հետո նաև հայտնի դարձավ, որ Լատվիա է արտահանվել վարդերի առաջին խմբականակը։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։ Ձերբակալվել են կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը եւ Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ քրեական հետապնդում է հարուցվել Աշոտյանի
ՊԵԿ նախկին նախագահ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդու Գասպարյանի եւ ես անձնի նկատմամբ։ Ըստ քննչական կոմիտեի խոսքը Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործի մասին է։ Կոմիտեի հաղորդմամբ 2009-ից 2016 թվերին կրթության ու գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը մի խումբ անձանց հետ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ պետության սեփականությունից դուրս է բերվել Երևանում գտնվող 451 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք եւ հողամաս, 208 միլիոն դրամ գնահատվող գույք ըստ հաղորդագրության նախ ձևակերպվել է մեկ այլ անձի անունով, ապա 75 միլիոն դրամով գնվել եւ գրանցվել է Գագիկ Խաչատրյանի որդու անունով։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, դրան օժանդակելու հոդվածներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Նա կալանավորվել է 2 ամսով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է տրանսպորտ եւ կապի նախկին նախարար Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն է հայտնում վերջինս մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման վեճ։ Վերջն այսօր է նախընտրական քարոզչության, որի 29 օրերին ինչ ասես տեսավ ու լսեց ընտրողը։ Դժվար ասել, թե քաղաքական կեղծ ու անկեղծ խոստովանություններն ու խոստումները ինչքանով են օգնել ընտրողներին կողմնորոշվելու, երբ ընդհանուր ներքին համերաշխությունը մեղմ ասած չկար, իսկ ընտրապայքարը 29 օր ու գիշեր թեժեր ու լարված։ Ընտրողների հանդիպումները, կոչերը, ելույթները վերջացան։ Վաղն էլ մեկ օրով լռելու մասին է։ Մնում է հունիսի 7-ին, ընտրողը կարևորի իր քվեն։ Բացասական էմոցիաներ մենակ, որովհետև ծրագրեր չներկայացվան, ոչ մի դիմադիր կամ ընդդիմադիր կոնկրետ ծրագրեր չդրեցին մեր թեմը, փոխարենը վիրավորանքներ, փոխադարձ։ Բացի պապասանքից որոշվեց։ Չէ, այս սաղից բաներ ինձ հավատ տանը գործունես։ Սա տպավորությունների փոքր մասն է, որ քաղաքացիները ստացել են 29 օր ու գիշեր տեսնելուց ու լսելուց։ Սերեր խոստովանելու, խոստումներ տալու չափաբաժինը այսօրվանից կնվազի։ Ոմանք նախընտրական պայքարը համարում են բամբասանք, ոմանք կեղծավորություն, ոմանք նույնիսկ ազնիվ զրույցներ, բայց այս ամենի արդյունքում քաղաքական սեր ու խոստովանությունների վերջն է կարևոր։ Հարցմանը մասնակից գյումրեցիների կարծիքով ծրագրային լուրջ քննարկումները խլացան ու կորան հեռահար մեղադրանքների, աղմուկ բանավեճերի մեջ։ Սուդն ու իրար հերանիզել ավելի շատ է, քան թե ճշմարիտ խոսալը։ Այսօր Հայաստանի ժողովրդի մասին մտածող դրանք դադար խոսակցություններ են։ Ամոթ է, վերջը ասիգոր պրզաղ պետք է իրար երես չնայեն, ես հայ իրանք։ Իրար ելի պետք է իրար երես նայեն։ Պես ներվային վիճակով աների մեջ, տուրուտապի մեջ կաբրին այդ ժողովուրդը ներ մնացել է։ Թե ինչքանով օգնեցին ընտրողին կողմնորոշվել հունիսի 7-ից հետո կերևա։ Լռելու մեկ օր կա, քաղաքական աղմուկը լռեցնելու օրը սահմանել է ընտրական օրենսգիրքը, բայց դա միայն ժողովրդի հետ հանդիպումների մասով, լռեցնել սոցիալական ցանցերում անկարող են։ Չկողմնորոշվածներին թե ինչը կօգնի դժվար է ասել։ Ես ոչ կերտամ, ոչ է կնրեմ, ազես, ինչ մեկին, որտեղ իրանք ատորի կռիվկեն են, ես է կորջունից։ Պարդադիր է, որ ես մասնակցել։ Իմ երգիրս է, թորներիս երգիրն է, իմ երեխան, իմ ոնց չեմ մասնակցելու։ Ինչն են ուզում, որ փոխվի երկրում առաջնային խնդիրները որոնք են։ Թվարկումը սկսում են երկրի անվտանգությունից, ավարտում կրթությունով։ Նաև ուզում են խորհրդարանում տեսնել այնպիսի պատգամավորների, որոնք կխոսեն Գյումրիի խնդիրներից։ Գյումրի համար մարդկանց բնակարանով բոլորին ապահովի, դիք է մեզի կարևորը, ու մնացած բոլոր գործը, ասֆալտապատումները, քաղաքի բարեկարգումը, այգիները, ու մեր էսկալուբը թողնի սարքեն։ Իսկ թող Սևոյանը սարքեն, ես կուխենամ, երկու տունոր սարքեն, չես փողոցի վերա, գելնիմ կենանք, սիջիղ լավ է կերոր եկել է։ Մեր Գյումրուն լավ աչքերով նայեն, որովհետև մեր Գյումրին շատ լավն է։ Հայաստանի երկրորդ քաղաքն է, թասիբով քաղաք է, ամեն ինչով նվիրված քաղաք է, բայց անտարբերությունը շատ է, շատ։
Փողոցների էս փոշին, էս Գյումրիում ահավոր է, մեկը ավտոբուսներ լինեն, վերջը քաղաք է մեր քաղաքը, էս գազելների հույսին մնալով։ Նոր կազմով օրենսդիր մարմին ընտրելու համար բոլորի ձայնը դառնալու է որոշիչ։ Քաղաքացիական պարտք է պետք է կատարել։ Ընտրողների թվով քանակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն ստացել են տեղամասային կենտրոնների կահավորման պարագաներն ու գույքը։ Ընտրատարածքայինները 3 ուշ գիշեր դասավորել են պատրաստել, որ դրանք վաղն առավոտյան հանձնեն տեղամասային կենտրոններին։ Ինչ ենք նախատեսել։ Օրինակ, այս փաթեթում տեղադրել ենք փոքր ծրարները, որոնց մեջ պետք է տեսակավորվեն կողմ քվեարկած քվեաթեշտիկները, անվավեր քվեաթեշտիկները, ինքնասոսնձվող դրոշմանիչները, սա արդյունքների առնչվման գործընթացում։ Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքի, որից ամենամեծը տեղամասերի քանակով թիվ 30-ն է, եւ որը համակարգում է Աշոտսկի, Ամասիայի եւ Ախուրյանի 63 տեղամասերի աշխատանքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր տեղամասերին երկուական լապտերներ է տրամադրել։ Հնարավոր էներգանջատումների դեպքում դրանք պետք են գալու։ Տեսողական խնդիրներով ընտրողների համար եւս կան անհրաժեշտ միջոցներ։ Սրա մեջ տեղադրված են բրայլյան կաղապարները, որպեսզի տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները կարողանան օգտվել։ Դրանից զատ տվել ենք քաղվածքներ բոլոր տեղամասերին, որպեսզի բոլոր ցանկացողները ներկա գտնվելու իրավունք ունեցողները կարողանան օգտվել։ Տեղամասային կենտրոններում արդեն տեղադրվել են տեսահասկման սարքերը, որոնք չեն լինելու այն տեղամասերում, որտեղ ընտրողների թիվը 300-ից պակաս է։ Թիվ 30 ընտրատարածքի 63 տեղամասային կենտրոններից միայն 29-ում են տեղադրվել։ Առանց տեսահասկման են մնալու մարզի հեռավոր գյուղերի ընտրատեղամասերը։ Մարզկենտրոնից այդ գյուղերի հեռավորությունը հաշվի առնելով նրանց ավելի վաղ կհանձնվեն կույքն ու պարագաները։ Ավելի հեռավոր բնակավայրերի հանձնաժողովներին ավելի վաղ ժամի են կանչելու կույք ստանալու, որպեսզի իրենք կարողանան նաև հետ վերադառնալ կան հանձնաժողովականներ, ովքեր բնակավայրի բնակիչ չեն, որպեսզի շուտ ավարտեն տուն կամ հատկապես որ հունիսի 7-ին իրենք արդեն 6:45 պետք է տեղամասում լինեն։ Ընտրատեղամասերը կահավորելուց բացի տեղերում իրազեկման կարևոր պաստառներ կլինեն, որոնք հունիսի 7-ին կհուշեն ընտրատեղամասում ընտրողի 5 քայլերի հաջորդականությունը։ Հունիսի 6-ին մինչև ժամը 24-ը բոլոր տեղամասերն արդեն կահավորված կհանձնվեն ոստիկանության հսկողությանը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստակամ է մասնակցել Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ռուսաստան-Ադրբեջան նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Գալուզինի խոսքով Ռուսաստանի աջակցությամբ ներկայում մանկապարտեզ է կառուցվում։ Նրա խոսքով աճում է ռուս գործարարների հետաքրքրությունը տարածաշրջանում բիզնես նախագծերի իրականացման նկատմամբ։ Նրա գնահատմամբ դա լավ հիմք է ստեղծում ապագայում ռուսական եւ ադրբեջանական ընկերությունների միջև գործարար կապերի հետագա ամրապնդման համար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարելով, թե Ուկրաինան կարող է կտրուկ բարձրացնել պատերազմի գինը Ռուսաստանի համար եւ կոչի արել անձամբ հանդիպել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նամակը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Զելենսկին ասել է, որ պատերազմն ավելի բացասական է ազդում Ռուսաստանի վրա։ Նրա խոսքով Ռուսաստանի բնակիչներին դուր չեն գալիս ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, բենզինի պակասը, մշտական սահմանափակումները եւ նախատեսվող զորահավաքը։ Զուգահեռաբար լրատվամիջոցների խմբագիրների հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կարող է խաղաղության գործարք կնքվել։ Միացյալ Նահանգների կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման եւ Ուկրաինային միլիարդավոր դոլարի լրացուցիչ օգնության տրամադրման մասին օրինագծին։ Նախաձեռնության օգտին քվեարկել է 226 կոնգրեսական, դեմ է եղել 195-ը։ Օրինագծով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց ֆինանսական հաստատությունների, նավթի եւ գազի ոլորտի, ածխի եւ արդյունանող արդյունաբերության նկատմամբ, ինչպես նաեւ ռուսական ապրանքների եւ ծառայությունների մաքսատուրքերի բարձրացում մինչև առնվազն 500%-ով։ Կրասարի պատմական եռաթռիչք կամրջի վերականգնումը կտևի 3 տարի։
20 տարի խիստ վթարային վիճակում գտնվող կամուրջը փակ էր տրանսպորտային միջոցների, անգամ մարդկանց անցուդարձի համար։ Պատմական հուշարձանի առաջին եւ երկրորդ թռիչքների պատերը փլուզվել էին։ Կամրջի ներսով անցնող մեծ խողովակաշարերն ամբողջությամբ վնասել ամրությունը։ Պատմական կառույցը վերականգնվել է ճարտարապետական տեսքը նույնությամբ պահպանելով։ Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի արժեքը 219 միլիոն դրամ է։ Աշխատանքների պատվիրատուն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։ Մեկ ամիս է շինտեխնիկան վտանգավոր կամրջի վրա է։ Շինարանները քանդում են մի քանի շերտանոց ասֆալտաշերտը, որը մասնագետները համարում են վնասներից մեկը, որ հասցվել է կրասար պատմական կամրջին։ 2 դար առաջ կառուցված եռաթռիչքի վթարայնության աստիճանը այս 20 տարիների ընթացքում մեծացավ։ Կամրջի ամրության վրա ազդեցություն է ունեցել նաև կառույցի վրայով անցկացված խմելու ջրի խողովակաշարը, որով ջուր են ապահովել շրջակա գյուղերին։ Մինչև 1970-ականները խողովակներով ջուր է անցել, հետո տեսել են, որ քայքայված ջրատարը ավերում է կամուրջը, չեն շահագործել, բայց խողովակները թողել են կամրջի ներսում։ Հիմա դրանք ապամոնտաժվել են։ Աշխատանքների համար ժամանակավոր փոխվել է նաև Ախուրյան գետի հունը։ Երեսի ասֆալտի շերտի քանդում, գետի հունը հողով փակում ենք, որպեսզի կանանք թաղերի տակ աշխատանքներ կատարենք։ Նոր դրանից հետո արդեն սկսենք կամուրջի ուժեղացման աշխատանքները։ Դեստեղ ձմռան ամիսները կանանա մութ մտնելուց արդեն այդ ցրտահարությունների ժամանակ մինչև 35-37 աստիճան տալիս այդ խողովակաշարը այդ խոնավության պատճառով ստիպում է, սեղմում է մնացած հատվածին կամուրջի, որպեսզի քիչ-քիչ սկսում է քանդվելը, թույլ սկսում է քանդվելը եւ ընթացքում արդեն քանի որ այդ քանդման փուլի հետ միաժամանակ նաեւ շարժել է եղել այստեղով, շարժ է եղել, այդ շարժի ընթացքում մի քիչ ավելի արագացել։ 4-րդ աստիճանի վթարային կամուրջը միակ ճանապարհային հանգույցն է Կրասար գյուղի եւ հարակից բնակավայրերի համար։ 3 տարի է կամրջով գյուղտեխնիկայի ու այլ տրանսպորտային միջոցների ու անգամ մարդկանց անցուդարձը արգելված է։ Գյուղացիները ստիպված մեքենաներով անցնում են Ախուրյան գետի ծանծաղատվածներով եւ շրջանցիկ Աշոց գյուղի միջով, ճանապարհը երկարացնելով մինչեւ 7-ից 8 կիլոմետր։ Կամրջաշինության մեջ մասնագիտացած ընկերությունը կառույցի ամրությունն ապահովելու է մետաղական կոնստրուկցիաներով։ Ճանապարհի այդ հեծանները, որ կան երթևեկելի մասը կամուրջների վրա օգտագործում են, դրին դրանցով են հավաքելու։ Սյուների վրա լրիվ պատերը երկաթ բետոնի հագացումա գնալու Նույնիսկ որ կոնստրուկտիվ ոչ մի վտանգ չի անելու, ապահով ծանր տեխնիկաներ կարանցնի երթևեկել մարդկանց համարել, նորմալ ամուր կամուրջ են լինելու։ Այս պայմաններում ջրի միջով անցնելը անհնարին է, քանի որ ջուրը բարձրացել է, իմաստ չունի։ Բացի դրանից այդ տեխնիկայի անցնելը ինչ-որ տեղել էկո համակարգին է խանգարում, որտեղ ամեն մարդ իր տեխնիկայի հզորության պայմանները նախատեսելով տարբեր տեղերից են անցնում, որը նույնպես ճիշտ չէ։ Արփիլիճ ազգային պարկի ենթակայության հատուկ պահպանվող եռաթռիչք կամուրջը բացառիկ արժեք ունի որպես ենթակառուցվածքային կարևոր հանգույց։ Այն պատմամշակութային հուշարձան է։ Սև եւ կարմիր կոպտատաշ տուֆից կառուցված կամրջի թռիչքների եզրագոտիները ձևավորված են սրբատաշ քարերով։ Մոտ 100 մետր երկարության եւ շուրջ 30 մետր բարձրության կամուրջը արփիլիճ այցելողների համար գրավիչ կառույց է։ 3D մոդելավորմամբ ստեղծվել է կամրջի վերականգնված տարբերակը, իսկ QR կոդի օգնությամբ այցելուներն ու հետաքրքրված անձինք կարող են վիրտուալ ձևաչափով տեսնել, թե ինչ տեսք է ունենալու հուշարձանը աշխատանքների ավարտից հետո։ Կամրջի վերականգնման ավարտին ամենաշատը սպասում են կրասարցիները։ Նրանց համար այն պարզապես անցուղի չէ։ Այն գյուղի այցեքարտն ու պատմական արժեքն է, որի շուրջ ձևավորված հիշողություններն ու պատմությունները սերնդեսերունդ փոխանցում են։ Ըստ պատմաբան Ղևոն Դալիշանի շիրակ աշխատության կամուրջը կառուցվել է 1873 թվականին գյումրեցի Ստեփանոս Անանիկյանցը։ Այդ մասին վկայում է նաև կամրջի վրա պահպանված եռալեզու, հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն արձանագրությունը։ Մեկ այլ վկայությամբ էլ կամուրջը Ախալցախայի վաճառականներն են կառուցել։ Այդ մասին գիտեն նաև գյուղի ջահելները։ Այն պատրաստվել է մի առևտրականի պատվին, ով այդ ջրի վրայով անցնելու ժամանակ զոհվել է եւ նրա աղջիկն է կառուցել այդ կամուրջը։ Կառուցել է տվել ամբողջությամբ ծովի շաղախով է կառուցվել, մեր կամուրջի վրայով անցել է Անդրանիկ Օզանյանը։ Շաղախը լրիվ ծովի, անձամբ ես այդ միջի ես քարդ կորդենել, բերել եմ, նայել եմ իրոք այդ պարունակությունն է։ Հենց շաղախը եղել է հավգտի բանը։ Ամրությունն է իր եղել, այն վաղ պես են օգտագործել։
Աշխատանքների ավարտից հետո գյուղից դեպի հարևան բնակավայրեր տեղաշարժը կրկին կկազմակերպվի կամրջով, զգալիորեն հեշտացնելով առօրյան։ Պատմական հուշարձանի վերագործարկումը նոր շունչ կհաղորդի Աշոտsk համայնքին։ Զբոսաշրջիկների հոսքը կարող է աշխուժացնել համայնքային կյանքը։ Հիմք դառնալ նոր ենթակառուցվածքների ու հնարավորությունների ստեղծման համար։ Եթե կառուցվի կամուրջը, այդ գյուղից մեր գյուղը գալը կամ մեր գյուղից այդ գյուղի շտալը ավելի հետ կերն է, իրանք այդքան ճանապարհ չեն շրջանցել։ Տեխնիկաները կգնան, անվտանգ, երեխաները կգնան, տուրիստներ են գալիս նույնիսկ, գեղեցիկ տեսարժան վայր է, ժամանցի վայր է։ Պատմական կառույցի վերականգնումը 3 տարվա ծրագիր է, իսկ կամուրջների կառուցումը վերականգնողական գործը ամենաբարձ շինարարական աշխատանքներից է։ Պարտադիր պահպանվելու է պատմական հուշարձանի հնագույն ճարտարապետական տեսքը, կամարների, թռիչքների բարձրությունն ու ոճական առանձնահատկությունները։ Կամրջի շահագործումը բերելու է ենթակառուցվածքների, անտառամիջյան եւ դաշտային ճանապարհների վերականգնման հնարավորություններ համայնքի համար։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ էլ եւս սպառված է թարմացված նորություններից, ընթացեք մեր հաջորդ թողարկումներին։